Հանուն մեր երկրի, հանուն հավատքի, հանուն այսօրվա հանուն գալիքի, հարթելու համար ճամփան հավերժի, հանուն մեր սիրո ելել ենք երթի։ Խլված պատմության, խեղված ընթացքի ու մեր գոհացված երազանքների, մեր ամեն օրվա տերը լինելու, սա նաև երթն է մեր կայացումի։ Մեր ուժը հողի ծալքից է գալիս, խաչված վանքերի ճաքից է գալիս, մեծ հաղթանակի անհուն տենչանքի և ճշմարտության լույսից է գալիս։ Մենք երկրի աղն ենք ու դարի շունչը, մենք ենք մեր վաղվա ամուր կամուրջը, ու մեր ապագան այսօր է կերտվում և ժամանակն է շաչում մեր շուրջը։ Խրոխտ մեր երթին կարոտով անանց, արձագանքում են դարերը անցած, արձագանքում են լեռներն հայրենյաց, մեր նախնյաց կոչը օնանդր հառաչ։ Մեզ պատկանվել է ապրել, մարտնչել, սուրբ ազատության սուրն առաջ պարզած, մեր շարքերը կուռ ու կամքն ամրացած, մեր երթն արդար է, մեզ հետ է Աստված։ Самое трудное время для нашей Родины. Галстян Гамлет взял оружие в руки и стал на защиту наших границ. Его боевой путь очень длительный, очень мужественный, очень героический боевой путь он прошел. Один из первых в Республике Армении, наш знаменитый национальная армия, его так называли Габа, он начинал боевой путь и кончая отрядом Арабо, он участвовал во всех районах, где возникали опасность, где противник сосредотачивал большие силы и хотел захватить наши территории. Наш Гамлет очень серьезно и очень героически, очень понимающий, понимал свою роль и свою задачу, так как он являлся один из наших серьезнейших воинов, который хотел своими действиями не только быть, ну, как сказать, передовым и выполнять задачу, но и быть примером, и быть как бы учителем многих молодых. В то время молодые воины, молодые люди хотели встать на границу, и он как бы отечественную заботу. Отличался он веселым нравом. Он везде, где бы он ни был бы, он всегда с чувством юмора и очень серьезно относился к своему делу. У него понятие защиты Родины в то время было самая главная цель его жизни. Такие люди принесли сегодняшнюю независимость. Համլետի արմատները գալիս են Տաճկահայաստանի Բայազեդ գավառի Արցախ գյուղից։ Նրա նախնիները 1830 թվականից վերաբնակվել են Ախտայի շրջանի Թայչարուխ, այժմ Հրազդանի Մեղրազոր գյուղում։ Համլետը գյուղում հայտնի Ղարոյի փոքր եղբայր Գալեի ծոռն է։ Նրա պապերը, Ղարո ու Գալե եղբայրները 1881 թվականին արժանացել են Սուրբ Աստվածածին եկեղեցու պատի տակ թաղվելու պատվին։ Եկեղեցու կառուցման նախաձեռնողը Ղարոն էր, իսկ պատշար վարպետը Գալեն։ Համլետի հայրը Ադիբեկը 1941 թվականին բնակություն հաստատեց Երևան քաղաքում։ Ադիբեկի բազմանդամ ընտանիքում 3 քույրերից և 3 եղբայրներից հետո 1949 թվականին ծնվեց 4-րդ Արուզավակը, Համլետը։ Նա 5 ամսական էր, երբ մահացավ հայրը։ Համլետը ավարտեց Երևանի թիվ 125 միջնակարգ դպրոցը։ 1970-ից 72 թվականներին ծառայեց սովետական բանակում։ Նա ծառայության մեջ էր, երբ զրկվեց նաև
մորից։ Ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի անցավ Ալմաստ գործարանում, այնուհետև ավտոբուսի պարկում որպես վարորդ։ 1974 թվականին Համլետը ամուսնացավ Անահիտի հետ։ Նրանք ունեցան 3 դուստրեր՝ Արմինե, Լուսինե և Արփինե անուններով։ 74 թվականի սկզբներին հանդիպեցի Համլետի հետ, մի քանի ամիս հանդիպելուց հետո որոշեցինք ամուսնանալ։ Հունիս ամսին ամուսնացանք և այդ 74 թվականը դարձավ ինձ նաև ճակատագրական տարի, որովհետև ես ընդունվեցի համալսարանի մեխմատ ֆակուլտետը և 5 տարի հետո ավարտեցի։ Այդ ընթացքում ծնվեցին իմ 2 աղջիկ երեխաներից, հետագայում երրորդը։ Համլետը շատ էր սիրում իր երեխաներին և հպարտանում էր նրանցով։ 1988 թվականի փետրվարից սկսված ազգային զարթոնքը արդար պայքարի էր հանել համայն հայությանը։ Փողոցներն ու հրապարակները լցրել մարդկանցով, որոնք արդար վճռի էին սպասում։ Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին։ Համլետը շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Հայ ժողովրդին սպասվում էր ևս մեկ փորձություն։ 1988 թվականի Գյումրիի և Սպիտակի ահեղ երկրաշարժը ալեկոծեց ողջ մարդկությանը։ Համլետն իր ավտոբուսով շտապեց Աղետի գոտի, Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղ և մասնակցեց փրկարարական աշխատանքներին։ Նա իր ավտոբուսով Աղետի գոտուց 15 օր շարունակ վիրավորներ տեղափոխեց Երևանի հիվանդանոցները, փրկելով մի քանի տասնյակ մարդկանց կյանքեր։ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերից հետո հրապարակներում շարունակվում էին բողոքի միտինգները, սակայն դա Համլետի համար չէր։ Նա վաղուց էր հասկացել, որ միայն զենքով կա հային փրկություն ու ընտրեց իր ուղին։ 1989 թվականին նա անդամագրվեց ՀԱԲ-ին, Հայոց ազգային բանակին, ակտիվորեն մասնակցեց Հայաստանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը, Նոյեմբերյանի, Իջևանի, Վայքի ու Գորիսի շրջաններում, իր կռիվը տվեց Երասխավանում ու Խաչիկում, Ոսկեպարում ու Բաղանիսում։ Համլետ Գալստյանը կարելի ասել առաջիններից մեկն էր կազմավորող Արաբոտ ջոկատում, որը 90 թվականից լրացրեց մեր շարքերը։ Նա սիրված էր մեր բոլորի կողմից եւ շատ քաջազն անձնավորություններ Համլետը։ Ամեն պարագայում Համլետն ուզում էր լինել առաջինը, ամեն պարագայում հասնում էր իր ընկերներին։ Կռվի ժամանակ ոչ մեկից նա ետ չէր մնում, միշտ լինում էր առաջամարտիկը։ Նա այո, նա Արաբոյի այն քաջ տղաներից մեկն էր, տասնյակի մեջ կարելի էր հաշվել, որը իրավունք ունի իսկական արաբոյական կոչվելու, իրավունք ունի կրելու հաղթանակողի անունը։ Տիտղոսը մեր ջոկատում չկար մի մարդ, որ մարդուն չսիրեր չհարգեր։ Նկտարիքով էր մեծ, և բնավորությամբ էր մեծ, և կարգավիճակ վարքագծով էր մեծ, ինքը մեծ մարդ էր։ Համլետ Գալստյանի նման մարդիկ ստեղծեցին երկիր, այսօր մենք որ ունենք այս երկիրը, այդ մարդկանց ուսերին է ամեն ինչ արվել, Համլետին նմանները կերտեցին այս երկիրը։ Համլետին սկզբից ճանաչել եք Խաչիկից, երբ որ Արաբոտ ջոկատը սկիզբ առել Խաչիկում, Համլետը մի 10-12 հոգու հետ եկավ։ Ծանոթացա կամ ջոկատի հետ, ճիշտ է տղերքից էլ իրան ճանաչում էին ՀԱԲ-ից, բայց ես չէի ճանաչում, ես Խաչիկում իր հետ ծանոթացա։ Ինքը էությամբ հայ մարդ էր, հայրենասար մարդ էր, և ավտոբուսի վարորդ էր, ճիշտ է ինքը տորվանից էլ ավտոբուսը թողած և զենքը վերցրեց, ասեց տղաներ, ես ձեզի եմ անգալի և ձերպես մարդկանց հետ ես պետք է կռիվ գնամ։ Համլետն արդեն արաբո կամավորական աշխարհազորի շարքերում էր։ Ֆիդայապետ Մախլուտոյի գերեզմանի մոտ նա երդվեց կռվել անօրեն թուրքի դեմ մինչև վերջնական հաղթանակը։ Ես ետ կգամ Արցախից Վահանով կամ Վահանի վրա, բայց հաղթանակած, հաղթանակը մերն է լինելու։
Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղը Արաբո ջոկատի համար դարձել էր հարազատ տուն ու ծննդավայր, դարձել էր նորօրյա ֆիդայիների կռման դարբնոց, որտեղ թրծվեցին քաջազուն արաբոյականները կռելով հետագա հաղթանակներ։ 1990-ից 91 թվականները Արաբոյի համար եղան դժվարին մակարոնների ժամանակաշրջան։ Խիզախ քաջորդիները 8 ամիս շարունակ պաշտպանեցին Գետաշենի ենթաշրջան Մարտունաշեն գյուղը։ Համլետն իր զինակից ընկերների հետ էր։ Մարտունաշենի բնակչությունը տեսնելով Համլետի խիզախությունը, ցավն ու նվիրումը գյուղի պաշտպանությանը, հարգանք ու սեր էր տածում խիզախ քաջորդու հանդեպ։ Մարտից մարտ Համլետն ավելի էր հմտանում, ձեռք բերում ռազմական նոր գիտելիքներ։ Իր խիզախ ու համարձակ քայլերով վայելում էր ֆիդայի ընկերների համակրանքն ու վստահությունը։ 1991 թվականին սովետական զորքերի կողմից սանձազերծվեց Օղակ օպերացիան։ Համառ ու դաժան մարտերից հետո Մարտունաշեն ընկավ անհավասար մարտով։ Ուղղաթիռներին ու տանկերին դիմակայելով ջոկատի անդամները կարողացան փրկել գյուղի բնակչությանը ասկյարի արնոտ ջանքերից։ Մարտուն վիրավորվեցին ջոկատի հրամանատարը եւ 3 ազատամարտիկներ։ Հերոսի մահով զոհվեց ջոկատի խիզախ քաջորդի Սիմոն Աչիգյոզյանը, բոլորի կողմից սիրված դեդը։ Առաջին զոհերը դաջվեցին Համլետի սրտում, դարձնելով նրան ավելի համառ ու նպատակասլաց։ 1992 թվականի փետրվարին ջոկատը նոր հանձնարարությունով պատրաստվում էր մեկնել Արցախ, մասնակցելու Մալիբեյլի, Փարուխ, Գուշչուլար, Ղարադաղլու, Խոջալու գյուղերի ազատագրմանը։ Համլետը մեկնողների շարքում էր։ Թուրքի ворջ դարձած գյուղերից անընդհատ ռմբակոծվում էին հայկական շեները, առևանգվում մարդիկ ու անասուններ։ Համառ ու դաժան մարտերից հետո հաջողվեց ազատագրել ու իրական տիրոջը վերադարձնել գերված գյուղերը։ Թուրք զինյալները, չդիմանալով հայ զինվորի հուժկու բազկի հարվածին, ճողոպրեցին գյուղերից, թողնելով մեծ քանակությամբ ռազմամթերք, զինտեխնիկա, զոհեր, 100-ից ավելի ասկյարներ գերեվարվեցին։ Ես հիշում եմ մի դեպք, երբ որ Ղարադաղլու գյուղի ազատագրման ժամանակ Համլետին հրահանգված էր, որպեսզի նա քիշնի բլրից եւ մասնակցի բարտին։ Բլրից պետք է կրակիտակ պահեր հակառակորդին, որը տեղաշարժվում էր գյուղի մեջ, որ կարողանային ազատագրել գյուղը։ Բայց Համլետը անցալով այդ հրահանգը իջնում է անմիջապես ներքև մտնում է գյուղ եւ սկսում է գյուղի մեջ մարտնչել։ Ասում ենք Համլետ ասացի, քեզ ասված է մի արա, ինչ ես բացականներ ասում կռում էին կամանձի ջան։ Ես ոնց թող այդ տղաներին այդպես եւ չնեի գյուղ մեծը ես եմ, ես պետք է օրինակ ցույց տամ։ Մազապուրց փրկված թուրքերը դեռ երկար ու ահով են հիշելու լայնաթիկունք, խարտյաշ մազերով, խենթ ու շամթահար աչքերով հային, ումից կյանք էին աղերսում։ Ղարադաղլու գյուղի ազատագրման համար մղված մարտում զոհվեցին Արաբո ջոկատի խիզախ քաջորդիներ Էդիկը, Արջ, Սերգեյը, Կենտրոն եւ Արտուրը։ Համոն ծանր էր տանում իր զինակիցների կորուսը ու ամեն անգամ լցվում վրեժի ցասումով։ Մոտենում էր հաղթանակների գագաթնակետը, Շուշիի բաղցալի ազատագրման օրը։ Համառ մարտերից հետո հայ կամավորները ազատագրեցին հայոց օրանջ Շուշին։ Համլետը Շուշիի ազատագրումը դիմավորեց Խաչիկ գյուղի խրամատներում։ Ուրախալի լուրը ցնցել էր Համլետին։ Ժամանակավոր դադարը օգտագործելով Համոն կարճ ժամանակով վերադարձավ տուն, ցանկացավ ընտանիքի հետ վայելել երազած հաղթանակի բերկրանքը։ 1992 թվականի մայիսի սկզբներին ազատագրվեց Շուշին։ Հաջորդ օրը Համլետը տուն եկավ, ներս մտավ գոռալով, թե Շուշին գրավել ենք,
Շուշին մերն է եւ ուրախությունը սկսեց համբուրել մեզ։ Կես ժամ հետո բոլոր ընկերությունը զեյթունցիները հավաքվեցին մեր տունը եւ այդ օրը մեծ ցնծությամբ տոնեցինք Շուշիի ազատագրման օրը։ Կարճ դադարից հետո Համլետը կրկին մեկնեց ռազմաճակատ, մասնակցելու Լաչինի ազատագրման մարտերին։ Արաբոն խոզնավարի կողմից հատեց ճակատային գիծը ու մի քանի օրում անցավ 30-ից 35 կիլոմետր ճանապարհ, ազատագրելով գերեվարված գյուղեր։ Մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը։ Հայ ժողովրդի համար մայիսը շարունակեց մնալ փայլուն ու հերոսական հաղթանակների ամիս։ Ցավոք, ճակատագիրն այս անգամ էլ չխնայեց Արաբոյի քաջարի ազատամարտիկներին, զոհվեց 19-ամյա Արտաշը, իսկ Գագիկ Եղիկյանի ձեռքը անդամահատեցին, հրկելով կյանքը։ Տխուր էր Համլետը, դեռ չսպիացած վերքերին մեկն էլ ավելացավ։ Համլետը ջոկատի հետ պատրաստվում էր մեկնել նոյեմբերյանի շրջան մասնակցելու ոսկեպարի Բաղանիսի մարտական գործողությունների